Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ ինչպես ամեն աշխատանքային օր այսօր եւս ձեզ կներկայացնենք օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Եվ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Որոշ նշաններից դատելով կարող ենք ասել, որ բարձրաստիճան հոգևորականները կարծես թե որոշել են դուրս գալ, եթե քեզ ապտակում են մյուս այ տտել դեմ տուր քրիստոնեական դիրքորոշումից եւ ինչ որ հակաքայլեր ձեռնարկում իշխանությունների դեմ։ Անցած Կիրակի Հովանավանքում ֆեյք պատարակից եւ կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցին զավթելուց օրեր անց հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել այդ դեպքով, իսկ երեք մայրաթորը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Մեր տեղեկություններով մի քանի օր է պահանջվել վեհապարին համոզելու համար, որ պետք է որոշ դիմադրություն ցույց տալ ու հաղորդում ներկայացնել Հովանավանքի ֆեյք պատարակի փաստով։ Արա Զորաբյանը նախորդին ներկայացրել է դատախազություն, փաստաբան Արա Զորաբյանը։ Արա Զորաբյանը Կիրակնորյա պատարակից առաջ եւս մեկ հաղորդում է ներկայացրել կրոնական ծեսի անցկացման խոչընդոտներ ստեղծելու, ինչպես նաեւ տաճարի զավթումը կանխելու անհրաժեշտության մասին, պահանջել է նաեւ Ստեփան Ասատրյանին վտարել Հովանավանքից, որը նախատեսված է բացառապես հոգևորականների համար, իսկ մայրաթորը երեք հայտարարեց, որ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են եւ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Հրապարակ օրաթերթը գրում է. պետական բյուջեից նաև գումարներ են ծախսվում ճաշկերույթների պատվիրակությունների ընդունելությունների համար։ Հոկտեմբերի 21-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում էին կարել. 2025 թվականի Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար որքան գումար է ծախսել, այդ նպատակով, որ կազմակերպությունների հետ գնման ինչ պայմանագրեր են կնքվել։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են, արտասահմանյան պատվիրակության ընդունելության սննդի կազմակերպման համար ծախսվել է 1,39,000 դրամ, կենաց հաց ՍՊԸ 367,000 դրամ, լաստիվեր ՍՊԸ 272,000 դրամ, Նարինե Ադամյան ԱՁ 400,000 դրամ։ Կարդում էի այս մամուլի հրապարակումը եւ հիշեցի մեր են հին բարի թալանչիներին, որոնք պետական պաշտոններ էին զբաղեցնում, այդ թալանչիները գոնե իրենց գրպանի հաշվին էին հաց ուտում, հյուրասիրություն կազմակերպում հաճախ իրենց հյուրերի համար։ Նիկոլ Փաշինյանի օրոք պետական բյուջեն ծծող պետական պաշտոնյաները ալարում են, իրենց գրպանից գոնե մի ծախս անել, միլիոններ են ստանում պետական բյուջեի հաշվին։ Ես կասկած ունեմ, որ այս ճաշկերույթների շատերի ժամանակ այս մարդուղակ իր ընկերներով հավաքվել գնացել միտեղ հաց են կերել։ Կարող է նաև ինչ որ պատվիրակություն եկացած լինի։ Ես հիշեցնեմ, որ օրերս մամուլը գրեց, որ ներքին գործերի նախարարությունը անգամ 6000 նախարարի ստորագրությամբ ենթադրաբար 6300 դրամի կանացի միջադիր է գնել, հիգիենայի միջոցներ, 6300 դրամի։ Այդ ստորագրողը նախքին մեր բարի թալանչիները լինեին, այդ չստորագրել ուղղակի այդ անվան տակ իրենց ստորագրություն չդնելով, իրենց գրպանից կհանեին կգնեին ի վերջո միլիոններ են ստանում։ Ահա այստեղ է, որ մենք հիշում ենք, թե ինչքան լավն էին մեր նախքին թալանչիները, համարյա այնպես, ինչպես այսօր երբ շփվում ես պարեկների հետ, հիշում ես մեր նախքին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին։ Շատ բարի տղերք էին սրանց ֆոնին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթը շարունակում է բացահայտել ազգային ժողովի անտրամաբանական գնումների շարքը, փաստաթղթերը վկայում են այն մասին, որ օրենսդիր մարմինը ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ձեռամբ գնել է սկավառակ ու նվագարկիչ։ Օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել ոչ պակաս նվագարկիչ, բարձրախոս եւ Մայլս Դեվիս սկավառակ։ Այո, նույն Մայլս Դեվիսը, որին անվանում են ջազի Պիկասո, պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով ընդամենը 199,000 դրամով։ Էլի այս սրան գումարեք են մեկնաբանությունները, որ նախորդ հրապարակման ժամանակ արեցի, իրականում ամենաչնչին գնումները, չգիտեմ, փոքր տարիքում ինչ անիմաստ երազանքներ ունեցել են, պետության միջոցների հաշվին իրագործում են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. եվրոպական գործիչների հետ թանկարժեք ճաշկերույթների մասնակցող եւ Եվրամիության անդամ դառնալու թեկնածության հայտի թաքուն փափագ ունեցող ԿՊԱ-կանները շարունակում են հարվածներ ստանալ նույն եվրոպական կառույցների կողմից։ Ինչպես հայտնի է, Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 միլիոն եվրո ոչ մահաբեր ռազմական աջակցության
Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում Հայաստանը ոչինչ չստացավ։ Այս առիթով Ժողովուրդ օրաթերթը մի քանի հարց է ուղղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, պարզելու արտաքին գործերի նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկում այս հարցով։ Հունգարիայի հետ առաջացած խնդիրը հաղթահարելու եւ հատկացված միջոցները հնարավորինս շուտ ստանալու համար ինչ արդյունքներ կան։ Հարցրել ենք, թե ՀՀ դեսպանության վերաբացումը Հունգարիայում ինչ կերպ է ազդել հայ-հունգարական հարաբերությունների վրա եւ ինչու չի հաջողում ՀՀ դեսպան Հայկակ Արշամյանին այս հարցում հասնել շոշափելի արդյունքների։ Շարունակությունը կարող եք կարդալ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. նոյեմբերի 7-ին կրկին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում ընտրվելու է էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ։ Դատական օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն նույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով դատական դեպարտամենտը էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունից առնվազն 30 օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակում բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջներ բավարարող հասարակական կազմակերպությունները մեկական թեկնածու կարող են առաջադրել։ Թեկնածուների կենսագրությունը եւ նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Ու մինչ թեկնածուները պատրաստվում են դատական համակարգում, սկսել են թեժ քննարկումներ առ այն, որ թեկնածուների մեջ կան անձինք, որոնք դատական համակարգից գաղափար չունեն ու ոլորտին չեն տիրապետում, իսկ թեկնածուներից ոմանց համար էլ արդեն զանգեր են հնչում խնդրելով ախպեր ջան, մեր հարազատն է, ընտրես անցնի տրամաբանության մեջ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջյանը պաշտոնի է նշանակվել 2020 թվականի փետրվարին եւ արդեն 5 տարի համակարգում է։ Մինչ այս պաշտոնը զբաղեցնել է Խոջյանը 10 տարի աշխատել է ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոնի հիմնադրամում որպես զարգացման ծրագրերի ղեկավար։ 2019 թվականից նա էկոնոմիկայի նախարարության համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցակցության եւ գյուղատնտեսական քաղաքականության մոնիտորինգի եւ գնահատման կարողությունների բարձրացման ծրագրերի տնօրենն է։ Խոջյանը հասցրել է ղեկավարման տարիներին գույքով ապահովվել։ Համաձայն 2024 թվականի անշարժ գույքի եկամուտների շահերի եւ ծախսերի նրա հայտարարագրի նա ունի 3 անշարժ գույք, 2 բնակարան, բազմաբնակարան շենքում, որոնցից 2-ն էլ գտնվում են Արաբկիր վարչական շրջանում ու ձեռք է բերվել 95 եւ 2017 թվականներին, եւ ավտոկայանատեղի, որը ձեռք է բերվել դարձյալ 2017 թվականին։ Փոխնախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 5.4 միլիոն դրամ եւ $200, բանկային հաշիվների մնացորդը կազմել է $20,000, 229,862 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,750,000 դրամ։ Հրապարակ օրաթերթը գրում է. Էջմիածնի համայնքապետի ԿՊԱ-ական թեկնածու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է։ Նրա մերձ շրջապատից պատմում են, որ մեղմ է ասել, թե թեկնածուն ծանր է տանում մեղադրանքները, թե ինքն իր հոր գաղափարներին է դավաճանել։ Ըստ մեր աղբյուրի նա մեծ հաճույքով քարոզ արշավին չէր մասնակցի, որ ամեն քայլափոխի չլսեր հոր պատգամն ուրանալու մասին հիշեցումները։ Մեխակյանի հայրը Մեխակ Մեխակյանը Արցախն ազատագրած հերոս հրամանատարներից է, իսկ որդին ու իր թիմակիցները Արցախն ուրացող ու հանձնողներ են։ Հայրն անգամ պատգամել էր. որդիս թող զոհվի Վանում, թորս մեծ հայքի վերջին գավառում, իսկ Արգիշտի Մեխակյանի թիմն ու առաջնորդն այսօր մերժում են մեր պատմական հայրենիքը եւ անգամ Արցախը։ Մեզ ասացին, որ վաղարշապատի քարոզարշավի ողջ ծանրությունն իր վրա է վերցրել նախարար Դավիթ Խուդատյանը, նրա բուքսիրի դերը վերցրել է Արմավիրի նորանշանակ մարզպետ Մեծամորի նախկին համայնքապետը։ Այս ընթացքում Խուդատյանը պետական դոտացիաներն ուղղում է հենց Վաղարշապատին ու հարակից համայնքներին եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս հաղթանակի համար։ Ես իհարկե միշտ հավանում եմ Հրապարակ օրաթերթի հոդվածները, բայց հետաքրքիր է, թե որտեղից է Հրապարակ օրաթերթը վերցրել, որ Արգիշտի Մեխակյանի հայրը պատգամել է, որ որդիս թող զոհվի Վանում, թորս մեծ հայքի վերջին գավառում։ Երևի ինչ-որ գրական ստեղծագործությունից են վերցրել։ Որովհետև եթե հավատանք Արգիշտի Մեխակյանին, իր հայրը իրեն պատգամել է, որ հողերը պիտի հանձնեն։ Դուք հիշում եք, ես իմ էջում գրել եմ եւ գրել էինք նաեւ Պոլիտիկայում,
այս մարդը շաբաթներ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց բառացիորեն հետևյալը, որ իր հայրը, որին ինքը չի տեսել, իր պապին ասել է, որ հողերը պետք է հետ տրվեն, այդ 5 շրջանները Արցախի շուրջ եղած։ Ինչ վան, ինչ մեծ հայքի գավառ։ Ես հիմա հավատամ Արգիշտի Մեխակյանին, թե այս հոդվածում այս գրական ստեղծագործությանը նմանվող հատվածին։ Ես կարծում Արգիշտի Մեխակյանը ավելի լավ է ներկայացնում իր հոր պատգամը, այն է հողերը պիտի հանձնել։ Մարդը հոր պատգամը արել է, ինչ վատ բան է արել։ Մյուս կողմից, իհարկե ցավալի է, որ պատերազմի բովով անցած, իրենց կյանք հայրենիքին նվիրած հայորդիները նման ժառանգներ ունեն, բայց այդ ժառանգները իրենց մեղքը չեն։ Այդ ժառանգները մեր պետության կրթական համակարգի մշակութային միջավայրի մեղքն է։ Մենք ենք դաստիարակել որպես պետություն Արգիշտի Մեխակյաններ ու մնացած այդ կերպարներին։ Մենք ենք դաստիարակել Գեգամ Նազարյաններ ու մնացած այդ կերպարներին։ Եվ այսպես շարունակ։ Փառք ու պատիվ իհարկե Մեխակյանին, ով զոհվել է հանուն հայրենիքի, իսկ Արգիշտի Մեխակյանին ամոթ ուղղակի, որ աստորեն հայրը իրականում այսպիսի պատգամ է թողել, որ Արգիշտի Մեխակյանը պիտի զոհվի Վանում, իսկ Արգիշտի Մեխակյանը ասում է, որ հայրը իրեն պատգամել է, որ հողերը պետք է հանձնել։ Մինչև անցնելով ավարտական մի այսպես հոդված կար Սուրեն Սուրենյանցից ադրբեջանական կողմի նոր պահանջների կամ ավելի շուտ հին պահանջների հիշատակման մասին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Հիմա հոդված, որը հրապարակել էր քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ադրբեջանական Կալիբեր պորտալը հղում անելով իշխանական աղբյուրներին հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։ Այս մասին, ինչպես արդեն ասի, գրել է Սուրեն Սուրենյանցը։ Աղբյուրի ձևակերպման բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի եւ առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին։ Կալիբերազը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, եւ նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։ Այստեղ ուղերձը հստակ է։ Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած եւ ակնարկում է, որ Փաշինյանը դեռ տնային աշխատանք ունի կատարելու խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մինչ Փաշինյանը ներսում եւ դրսում ներկայացնում է հաստատված խաղաղության պատրանքը, Բաքուն շեշտում է, որ առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին։ Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին ընդունել Բաքվի թելադրած պայմանները։ Ասեմ, որ Ալիևը երբեք չի թաքցրել եւ երբեք քաղաքական առումով կապիկություններ չի արել, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանը, այն է խոսել խաղաղության այլևս հաստատման մասին։ Այո, մեզ խաղաղություն պետք է, բայց այնինչ հիմա մատուցվում է որպես խաղաղություն չէ։ Ենթատեքստում, տեքստերի վերլուծության արդյունքում մենք հասկանում ենք, տեսնում ենք, որ Փաշինյանն էլ է ասում, որ խաղաղությունը հաստատված չէ։ Ինչպես է նա դա ասում։ Նա ասում է, մի կողմից ասում է, որ խաղաղությունը հաստատված է, մյուս կողմից ասում է, որ որպիսի խաղաղությունը չխաթարվի, ժողովուրդը պետք է 2026 թվականին իրեն ընտրի։ Եթե խաղաղությունը հաստատված է, ինչ էական է, թե ով է Հայաստանի վարչապետը։ Եթե կա խաղաղության գործընթաց, այն ավարտված տեսք ունի,
Հայաստանում դեռևս այսպես հավակնություններ չեն ներկայացրել խելագարներ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, մի խելագար կա արդեն զբաղեցրել է, բացի իրենից ընդդիմադիր դաշտում չկան հոգեկան հիվանդներ, որոնք ուզում են կամ ձգտում են իշխանության։ Adekvat մարդիկ են հիմնականում, ընդունենք նրանց, չընդունենք սխալներով, իրենց տարիներին կամ եղած հանցագործություններով կամ եթե իշխանության չեն եղել չեղած հանցագործություններով, հա։ Բոլորն էլ հասկանում են, որ եթե Ալիևի հետ ձեռք բերված լիներ վերջնական պայմանավորվածություն, այդ պայմանավորվածությունը խախտելու ռեսուրս Հայաստանը չունի, եթե անգամ ցանկանան չունի Հայաստանը նման ռեսուրս։ Միայն կարող է խելագարը հասկանալով, որ Հայաստանը չունի նման ռեսուրս, գնա պայմանավորվածությունների խախտման։ Եթե նաև սա էլ կա, այդ պայմանավորվածությունները էականորեն կամ ուղիղ շատ մահացու հարված չեն հայկական շահին։ Իսկ Փաշինյանը այդ ուղղությամբ է գնում։ Այս պահին շատ լուրջ հարված է հասցվել հայկական շահին, Արցախը հանձնելով ճանաչելով Ադրբեջանի մաս, բայց անգամ այս պարագայում ցանկացած adekvat ուժ հասկանում է, որ Արցախը վաղը մյուս օր 1 տարուց 2 տարուց ետ բերելու հնարավորությունները նվազեն եւ լավագույն դեպքում Հայաստանը որպես պետություն պետք է եւ կարող է խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ստատուս քվոն փոխվել է։ Այս Փաշինյանի խոսքից հասկանալի է դառնում մի բան, որ խաղաղություն չկա, կա հրադադար, ժամանակավոր, որը հաստատված է, որպեսզի Փաշինյանը կարողանա խաբել հայ ժողովրդին, խաբելով հայ ժողովրդին վերընտրվել վարչապետի պաշտոնում, վերընտրվելով վարչապետի պաշտոնում կատարի այն խոստումները, որ տվել է Ալիևին։ Այսինքն Ալիևը ուզում է, որ մինչև ընտրությունները դա Նիկոլ Փաշինյանը կատարի։ Նիկոլ Փաշինյանն ասում է ընտրություններից հետո ես դա կկատարեմ։ Ահա այստեղ է վեճ, ժամանակի առումով վեճ կա, թե երբ պիտի ինքը Ալիևին տրված խոստումները կատարի։ Ալիևը լավ է հասկանում, որ սրա վերընտրվելու շանսերը փոքր են։ Ալիևը լավ է հասկանում, որ Փաշինյանի բանավոր տված խոստումները որևէ մեկը պարտավորված չի համարելու կատարել, սա էլ խաղաղության պայմանագիր չի, միջազգային փաստաթուղթ չի։ Եվ դրա համար Ալիևը ուզում է, որ Փաշինյանը արագ կատարի են խոստումները մինչև ընտրություններ եւ այդ պարագայում կարող է ստորագրել խաղաղության պայմանագիր։ Սրա մասին են հիշեցնում ադրբեջանցիները, ադրբեջանական պետական քարոզչամեքենան, այնպես որ այո, ճիշտ է գրել Սուրեն Սուրենյանցը, որ Բաքուն հիշեցնում են պարտավորություններ, որ ստանձնել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ պարտավորություններն էլ վստահ եմ շատերիդ հայտնի են։ Սահմանադրության փոփոխություն, ադրբեջանցիների վերադարձի իրավունքի ճանաչում։ Պատահաբար չէր, որ 3 խորհրդարանում Արման Եղոյանը Եվրանեստի այդ քննարկումների ժամանակ, երբ խոսք էր գնում արցախցիների վերադարձի իրավունքի մասին, ձայն խնդրեց եւ խոսեց, ասաց Հայաստանի կառավարությունը արցախցիների վերադարձի հարց չի դնում։ Ինչու դա ասաց։ Իրենք պատկերացնում են, մտածում են, որ եթե իրենք որպես պետություն չդնեն արցախցիների վերադարձի հարց, ապա Ալիևն էլ կհրաժարվի ադրբեջանցիների վերադարձի հարցից, չարաչար սխալվում են, եթե դավադրության մեջ չեն, ապա չարաչար սխալվում են, որովհետև մենք արդեն տեսանք եւ իրենք էլ տեսել են, որ երբ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս, հրաժարվեցին Լաչինի միջանցքից, հրաժարվեցին ջանքեր գործադրել, որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, գործնականում հրաժարվեցին նոյեմբերի 9-ի փաստաթղթից, Ալիևը կուլ տվեց Արցախը, հայաթափեց Արցախը Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ եւ գործուն մասնակցությամբ եւ դրան զուգահեռ չհրաժարվեց Զանգեզուրի միջանցքից, ինչի ակնկալիք ունեին այս իշխանությունները։ Գոնե ցույց էին տալիս, որ նման ակնկալիք ունեն։ Նորից կրկնեմ, եթե իհարկե դավադրության մաս չեն եւ այս ամեն ինչը դերասանություն չէ։ Այսօր այսքանն էինք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք եկող շաբաթ, ցտեսություն։